Օրերին տեսնում ենք, որ Ավինյանի քաղաքացիներին ամոթանք տալուց եւ վարորդներին պահանջելուց, որ եթե չեն վճարում, կանգնեցրեք կամ իջեցրեք կամ ասեք թող վճարեն, նոր շարունակեք վարել, միջադեպեր են տեղի ունենում։ Օրինակ, հարձակվել են 74 համարի ավտոբուսի վարորդի վրա։ Մեկ միջադեպ 3 է եղել, երբ ուղևորը դանակահարել է վարորդին, ինչպես կգնահատեք այս դեպքերը։ Առաջին դեպքում դա կապ ուներ ուղևորցը չվճարելու հետ։ Միջադեպը դրանից էր սկսվել։ Ես կուզեի ընդհանրապես դա չկապվեր քաղաքապետի խոսքի հետ, ասեմ ինչու, որտեվ հանցագործությունը մնում է հանցագործություն։ Ձեր նշված դեպքերը հանցագործություն են։ Հասնեմ ես Չէ, մի րոպե, վեճերը ծագում են Երևան քաղաքում ամեն օր, նույն տրանսպորտում կարող իրար չզիջելու համար էլ վիճեն։ Կոնկրետ դեպքով ենք խոսում, որը որ դրանից էր եղել։ Ավարտեմ էլի, ուզում եմ ասեմ, այն ինչ օրինակը դուք բերում եք, դա ինքը մի քիչ տրամաբանական չի։ Այսինքն դա քաղաքապետի կոչի հետ կապ չունի։ Կարա լինի վեճ, մարդ ասի չեմ վճարում, թողնի գնա, չգիտեմ, 1000 տեսակ բան, բայց եթե գործը հասնում է բռնության կամ դանակահարության, դա հանցագործություն է։ Իմ ասածը դա է, եւ դա որևիցե կապ չունի քաղաքապետի խոսքի հետ։ Դա մարդու տեսակ է, որը որ կարծում է, որ ինչ որ իրա պատկերացրած ճշմարտությունը կարա բռնությամբ առաջ տանի կամ դանակահարությամբ կամ չգիտեմ ինչով։ Ու այդ խոսույթը իրականում ես դες ասեմ շատ վտանգավոր է։ Նույնիսկ քաղաքական գործիչներին էլ պետք է կոչ անել, խնդրել, որ նմանատիպ արարքները որևիցե կերպ չփորձվի սրանց վրա բարթել, որովհետև դա կոնկրետ հանցագործության դեպքերի մասին ենք մենք խոսում։ Այ հարցը եթե դուք ինձ ասեք տրանսպորտում վիճաբանություն է եղել կամ մարդիկ իրար չեն հասկացել կամ չգիտեմ տհաճ խոսակցություն է եղել, բայց այլ հարց է հանցագործություն կատարելը։